Հայ-ֆրանսիական ռազմական կապերի հազարամյա պատմություն, գիրք, որը ևս մեկ վկայություն է երկու պետությունների ամուր բարեկամության։ Հայաստան-Ֆրանսիա ռազմական կապերը միավորող պատմամշակութային յուրահատուկ կամուրջ է կառուցել գրքի հեղինակ Հայկ Նազարյանը։ Փորձ է արվել առաջին անգամ հայ-ֆրանսիական ռազմական կապերը, որոնք ընդգրկում են տարբեր պատմափուլեր, մի մեծ ժամանակահատված է ընդգրկում։ Մենք կարողացել ենք մեկ գրքում բոլոր պատմափուլերը համադրել, ցույց տալ այդ կապերի սկզբնավորումը, որը տեղի է ունեցել 11-րդ դարի վերջին, երբ սկսվեց քաչակրած արշավանքները։ Աշխատությունում մեծ տեղ գրավել է Նապոլեոն Բոնապարտի շրջանը, ներկայացված է 20-րդ դարի պատերազմների թատերաբեմը, ներառված են Ֆրանսիայի դիմադրության շարժման հայ ականավոր գործիչների մասին փաստական տվյալներ, այդպես մինչև ժամանակակից դիվանագիտական համագործակցություն։ Շատ կարևոր էր այս համագործակցության մեկնարկի համար, որ հեղինակը շատ կարևոր նշանակություն է տալիս նաև ռազմական պատմության ուսումնասիրմանը, ինչը կարծում ենք առօրյա պատմագիտության մեջ նորագույն ուղղություն է, երբեմն ոչ շատ ուսումնասիրված, ուստի կարծում ենք, որ նմանատիպ աշխատությունը կօգնի, որպեսզի այլ հետազոտողներ նույնպես վերցնեն այլ նմանատիպ ոլորտներ եւ ռազմական պատմությունը, ռազմական համագործակցության պատմությունը մեզանում նույնպես զարգանա։ Այս աշխատությունը լույս է տեսել Կողբ հիմնադրամի հովանավորությամբ։ Հիմնադրամի աջակցությամբ հրապարակվում են գրքեր, որոնք կարևոր են Հայաստանի գոյության, զարգացման եւ ինքնիշխանության համար։ Կողբ հիմնադրամի 3 ուղղություններից մեկը գրահրատարակչական եւ քաղաքագիտական շարքերի իրականացումն է։ Ծանոթանալով բովանդակությանը կարծեցինք, որ այն կարող է արժեքավոր լրացում լինել, քանի որ այն մի քանի թիրախային լսարանի համար կարող է շատ արժեքավոր լինել, ինչպես հետազոտողների համար, քանի որ աշխատությունը ներառում է ինչպես արխիվային կարևորագույն նյութեր, այնպես էլ դրանց պատկերները, ինչը նաև կարծում ենք շատ կարևոր է, որպեսզի երիտասարդները, նաև երեխաները ինչու՞ չէ կարողանան ծանոթանալ եւ իրենց համար նույնպես տպավորիչ եւ պատկերավոր լինի։ Պատմությունը եւ հարաբերությունները թերագնահատելը, այնպես էլ գերագնահատելը ունեն արատավոր հետևանքներ։ Առաջ ընթանալու համար կարևոր է իմանալ այն, ինչ եղել է անցյալում, համոզված է Կողբ հիմնադրամի տնօրենը։ Արխիվային բացառիկ նյութերից է օգտվել հայ-ֆրանսիական ռազմական կապերի հազարամյա պատմություն գրքի հեղինակը։ Օրեր շարունակ բազմաթիվ թանգարաններում է եղել Հայկ Նազարյանը, փորփրել զանազան արխիվներ։ Հայաստանի պատմության թանգարանն է եզակի նմուշներով օգնել։ Հենց այս ջերմ պատերի ներքո էլ անցկացվում է գրքի շնորհանդեսը։ Այստեղ օգտագործված են ազգային արխիվի, արխիվային շատ կարևորագույն փաստաթղթեր, նաև տարբեր թանգարանների շատ կարևոր բնօրինակ նմուշներ եւ լուսանկարներ եւ փաստաթղթեր, եւ որոնք ինքնին արդեն ապացույցն են հայ-ֆրանսիական ռազմական կապերի, հայ-ֆրանսիական հարաբերությունների, որը կարծում եմ այսօր շատ կարևոր է եւ գրքի հենց արժեքը կայանում է նրանում, որ դա մեկ քայլ է եւս այդ հարաբերությունները ավելի սերտացնելու, ավելի խորացնելու համար։ Երկլեզու է պատկերագիրքը հայերեն եւ ֆրանսերեն։ Թարգմանիչ Արմեն Խաչատրյանը փորձել է հնարավորինս հավատարիմ մնալ գրքի ուղերձին, որը ներկայացնում է երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի, վստահության, բարեկամության պատմական շղթան։ Աշխատելով երկու լեզուների եւ մշակույթների հատման կետում, փորձել եմ ոչ միայն պահպանել պատմական ճշգրտությունը, այլև փոխանցել այն հոգևոր շունչը, որը բխում է այս կապերից։ Հուսով եմ, որ այս գիրքը կօգնի ոլորտով հետաքրքրվողներին եւ հատկապես նոր սերունդներին ավելի խորությամբ հասկանալու Հայաստանի եւ Ֆրանսիայի պատմական մտերմության եւ ռազմական կապերի բովանդակությունը։ Ռազմական պատմությունը առանցին ինքը միայն սովորական պատմություն չի, ինքը որոշ չափով իր մեթոդիկան ունի, մոտեցումներ ունի, իր նյութ ունի եւ մեր հայկական միջավայրում ես շատ կուզենայի, որ շատ ավելի ինքը ծավալվեր, զարգանար եւ դառնար նույնիսկ ինքնուրույն ուղղություն։ 2 տարի է պահանջվել հեղինակին, որ լույս տեսնի հայ-ֆրանսիական ռազմական կապերի հազարամյա պատմություն աշխատությունը։ Սկզբում մենք որ սկսեցինք, թվաց, որ ավելի կարճ ժամանակում հնարավոր կլինի ավարտել աշխատանքը, սակայն ժամանակի ընթացքում նյութը ավելի ծավալուն եւ ավելի հարուստ դարձավ մեզ համար եւ մենք ստիպված ենք այդ ծավալի մեջ ընտրել ամենակարևորը
եւ իրեն կարողացանք ներկայացնել ավելի ամփոփ, ավելի գիտահանրամատչելի ձևով։ Գործընկերների համար չափազանց կարևոր է, որ Հայաստան-Ֆրանսիա զարգացող հարաբերությունների ֆոնին գիրքը տարածում ունենա նաև Ֆրանսիայում։